Եկեք երգենք Սուրբ Զադիգի երգը։ Եկեք փոքրիկներ, եկեք, հավգիթով թակաթոք ընենք, Սուրբ Զադիգը մենք նշենք, Քրիստոս հարյավ մենք ասենք, Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարություն Քրիստոսի, հագվինք, շքվինք, զարդարվինք, և երթանք եկեղեցի, հագվինք, շքվինք, զարդարվինք, և երթանք եկեղեցի։ Հիսուս ողջ է, Զադիգի պատմությունը։ Հիսուս կենդանի է, պատմություն Սուրբ Զադիգին համար։ Արևը ելավ, և 3 օր անցած էր Հիսուսը քերեզմանի մեջ էր։ Այս զինվորը կպաշտպաներ Հիսուսի քերեզմանը։ Հանկարծ հրեշտակ մի եկավ, ան բարի լուր ուներ։ Երբ հրեշտակը եկավ, զինվորը վախցավ և տեսավ, թե քերեզմանին քարը ելած էր։ Մարիամ Մագդաղենացին և Մարիամ եկան Հիսուսին քերեզմանը, որպեսզի ծաղիկներ բերեն։ Եվ երբ տեսան, որ քարը ելած է և հրեշտակը հոն է, շատ վախցան։ Հրեշտակը երբ տեսավ, որ իրենք վախցան, ասավ. «Մի վախնաք, Հիսուսը կենդանի է, ան ողջ է և ուրախ լուր ունի բոլորին համար, Աստված մեզի շատ կսիրե»։ Մարիամ Մագդաղենացի շուտով գնաց և Հիսուսին աշակերտներուն ուրախ լուրը տվավ, և բոլորը եկան Հիսուսին քերեզմանին քո, որպեսզի տեսնան։ Հիսուս երևցավ իրենց, և իրենք շատ ուրախացան, որովհետև Հիսուս ողջ էր, հարություն արած էր։ Այս է մեր Սուրբ Զադիգի պատմությունը։ Մենք ալ կրնանք ուրախանալ, որովհետև Աստված մեզի շատ կսիրե և ադոր համար ղրկեց մեզի իրեն միածին որդին։ Բարի Սուրբ Զադիգ բոլորին։